Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, քննադատելով Իրանի հետ միջուկային գործարքը։ Իմ վարչակազմն արդեն իսկ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին երբևէ միջուկային զենք ունենալ։ Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, նախագահ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգների նոր նախաձեռնությունը նախատեսում է տարածաշրջանի այլ երկրների ներգրավում խաղաղ գործընթացի մեջ։ Դա թույլ կտա երկու կողմերին ավելի հեշտ փոխհամաձայնության գալ, սակայն ամենակարևոր խնդիրներից մեկը ատելությունից ձերբազատելն է, ընդգծում է Դոնալդ Թրամփը։ Պաղեստինցիները պետք է ձերբազատվեն ատելությունից, որը նրանց սովորեցնում են վաղ տարիքից։ Ես տեսել եմ, թե նրանց ինչ են սովորեցնում։ Դա սկսվում է շատ վաղ տարիքից, սկսվում է դպրոցի դասարանում։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր կողմից նշեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել երկու սկզբունքների հիման վրա։ Իսրայելը ինքը պետք է վերահսկի իր անվտանգությունը եւ պաղեստինցիները պետք է հրաժարվեն Իսրայելը ոչնչացնելու գաղափարից։ Ցավոք սրտի պաղեստինցիները ոչ միայն հերքում են անցյալը, այլև թունավորումներ կան։ Նրանք վճարում են ամսական թոշակ սպանված ահաբեկիչների ընտանիքներին։ Հենց սա է հակամարտության աղբյուրը։ Նախագահ Թրամփի նախաձեռնության համաձայն իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ձևաչափը կարող է ընդլայնվել իր մեջ ներառելով տարածաշրջանի մի շարք արաբական պետությունների, որոնց օգնությամբ հակամարտությունը կարգավորման նոր թափ կստանա։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։